Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ եւ մեր բարեկամներ։ Ուրեմն սա նորից կարծում եմ հիշեցնելու կարիք չկա, որ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության շրջայց հաղորդաշարն է, որը մասուհետ եթեր է դուրս գալիս հայրենաշունչ վերտառությամբ։ Եվ իրականում հայրենաշունչ է, որովհետև տվյալ պահին մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության Լավուշի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում Հայաստանում ոսկե արշուն է, ովքեր որ ստրկում են, որտեղ մեզ լսում են տարբեր ուրեմն աշխարհագրական տարածքներից, պետություններից, ուրեմն Հայաստանի Հանրապետության բնական է նրանից դուրս նաև։ Եվ ուրեմն տարբեր կլիմայական պայմաններում, քաղաքական տարբեր ռեժիմների պայմաններում եւ այլն, բայց քանի որ մենք բոլորս ըստ էության կարող եմ ասել քրիստոնյա ժողովրդավար ենք, որտեղ հայ ժողովրդի դա գենետիկական ծագումնաբանությունն է կամ շարունակականությունը, որը գուզեք, եւ մեր մտահոգությունները նույնն է այն իմաստով, որ մենք տեր ենք մեր մշակույթին, տեր ենք մեր պատմությանը, տեր ենք նաեւ ճիշտ է փոքրացած հայրենիքի որպես պետականություն, բայց մենք ենք մեր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ եւ մենք հաղորդակցվում ենք տարիներ շարունակ այս հաղորդաշարով ամեն անգամ հաղորդման որևէ ուրեմն տեսակ տարբերակ նվիրում ենք տարբեր հարցերի, ինչպես որ գիտեք։ Նախորդ ուրեմն մեր հաղորդումը մենք նվիրել էինք Եղվարդի ջրամբարի վերակառուցման, վերահաշվարկի, ավելի շուտ վերահաշվարկի եւ վերագործարկման հարցեր, այսօր դժբախտաբար մեզ համար շարքային օր չի այլևս 1920 թվականի նոյեմբերի 9-ից մենք պետք է քաջություն ունենանք, ընդունենք, որ սա Հայաստանի պատմության աղետալի օրերից մեկն է, ավելի շուտ այսպես ասենք, սև օրերից մեկն է, որովհետև այսօր արձանագրվեց մեր բարդությունը, մեր ըստ էության պոտենցիալի ոչնչացումը, բայց նաև մեր հերոսականությունը որպես ժողովրդի, որովհետև եթե չկարողացանք շատը պահել, բոլոր դեպքերում քիչը եւ կորիզը սիրտը պահել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա այսօր ես ուզում եմ ամփոփիչ մի քանի բաներ ասել, որ մենք հաշվի առնենք այդ հաշվարկները եւ միաժամանակ փորձենք նախանշել այն ճանապարհը, այն ուղին, որը մեզ պետք է տանի վերակերտում, վերազարթոնք, վերահզորացում, միանշանակ, որովհետև մենք պարտավոր ենք մեր պատմության փառավոր էջերի վրա վերականգնվելու եւ զարգանալու, բայց պարտավոր ենք նաեւ մեր սխալները աշխարհի դիմաց կուզեք միմյանց միջև այդ բոլորը բացատրենք, ասենք թե ինչ կատարվեց։ Մի խոսքով մենք ժամանակին ուրեմն մեր մոտ Իսրայել օրից սկսած դրանից շուտ ավելի եւ Իսրայել օրի եւ հետո շարունակականություն մեր մոտ հիվանդոտ մի մտայնություն զարգացավ, իհարկե դա գալիս էր մեր ծանր կյանքից, մեր աշխարհագրության ու մեր պատմության ծանրությունից, մեր մոտ ուրեմն մի սխալ հիվանդոտ մտայնություն զարգացավ, որ կարելի ազատագրվել օտարի միջոցով եւ օտարի վրա հենվելով։ Եվ ահա, քանի որ այդ մտայնությունը կար, մենք փորձեցինք որպես ժողովուրդ որոնել գտնել այն հենարանը, որը պետք է լիներ իրականում հենարան, բայց երբեք չմտածեցինք, որ օտարը երբեք հենարան չի լինի, եւ եթե որևէ հենարան եք, ուրեմն որոնում գտնում, այդ հենարանը կարող է եւ ձեզ շահարկի եւ դառնա տեր, ճորտատեր, եւ նա փորձի օգտագործել ձեր ուժերը սեփական շահերի համար, ինչը որ եղավ։ Եվ դժբախտաբար այստեղ մենք հայտնվեցինք երկու գիշատիչ հզորությունների արանքում եւ ինչ որտեղ նաեւ մեր մեղքով Ռուսաստան եւ Օսմանյան պետություն, երբ Ռուսաստանը հաշվեցինք քրիստոնյա ազատարար, Օսմանցին հաշվեցինք թուրք ջարդարար։ Մի խոսքով այս հաշվարկների մեջ, եթե թշնամին պարզեր հասկանալի էր Օսմանյան պարագայով, հասկանալի չէր բարեկամը, եւ այդ բարեկամը շահարկեց, փչացրեց, օգտագործեց եւ առևտրի մեջ լավագույնս արդյունքներ հանեց իր համար ի վնասայության եւ մենք հասանք 1990-ական թվականներ եւ այդ հիվանդ մտայնությունը արդեն պետականորեն զարգացվեց, ներդրվեց մեր մեջ։
Եվ դա Արցախյան ազատամարտի տարիներին եղավ, այս մասը չեմ ուզում երկար ասել, այս մասով մենք խոսել ենք, որ մենք 30 տարի, շուրջ 30 տարի 88 թվականից ազատամարտի առաջին օրերից ավելի շուտ Սումգայիթի եղեռնագործությունից սկսած եւ սովետական միությունը ողջ ու առողջ էր կերած խմած, որը հերթական անգամ ուրեմն խառնակցությունով հայության վրա նետեց ադրբեջանական թուրքական գործոնը եւ եղավ Սումգայիթի եղեռնագործությունը սովետական միության աչքի առաջ նրա ուշադիր բանակի հսկողության տակ եւ այսպես Ադրբեջանի վայրագություններով։ Եվ մենք ազգային ազատագրական պատերազմը հետո տանուլ տվեցինք, իհարկե մեր փառաբանց տղաները հասան մինչև Հորադիս, իսկ դա Հայաստան էր, այդպես եղել է մշակույթով, քաղաքականությունով եւ հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան հատվածներ, բայց հետո գլորվելով մենք հետ վերադարձանք այնտեղ, որտեղ այսօր մենք կանգնած ենք, կորուստների ահռելի բանով։ Մի խոսքով ինչն է խնդիրը, ինչ եմ ուզում ասել, այս պատմությունները դուք գիտեք։ Հարցը այսպեսին է. արդյոք մենք այն ծանր պարտությունը, որ կրեցինք Արցախյան ճակատում, այդ անպայման է, որ այդ ծանր պարտությունը պիտի գրեինք։ Այստեղ օբյեկտիվ փաստարկներ կան, հստակ է։ Ուրեմն այդ ամբողջ գործողությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, նույնիսկ Արմիաշկեկը ուզում է հիմա ինֆակտով ուրեմն գերեզմանի մեջ էլ շուռ կան, Իսրայել օրին շուռումուռ կա, միևնույն է։ Փաստը պարզ է, որ ուրեմն այդ բոլորը կազմակերպվել է Հայաստանի դեմ Լավրովի պլանով, երկու հիմնական դերակատարությամբ հայ եւ ադրբեջանցի կոչված կոնգլոմերատով։ Երկու պետականությունների միջև բախում առաջացավ եւ մենք պարտվեցինք, ջախջախվեցինք։ Ուրեմն ով է այս պարտության հեղինակը, կազմակերպիչը։ Միանշանակ Ռուսաստանն է արտգործնախարար Լավրովի պլան կոչվածով։ Ուրեմն այստեղ կասկած չկա, որի վերաբերյալ կա ցարական Ռուսաստանի կամ թե շովինիստական Ռուսաստանի ցարի վկայությունը Պուտինի, այստեղ կա ռազմական իրենց նախարարի Շոյգուի խոստովանությունը, այստեղ կա եւ այլն եւ այլն։ Միայն տգետը հայության հանդեպ հայության մեջ եղած հանցագործը կարող է շուռ տալ ամեն ինչ բացատրել ռուսների մասին չասելով, որտեղ խնդիրը գեոստրատեգիական է, ստրատեգիական։ Նպատակն ինչ է, նպատակը շատ պարզ է, հայությանը հասցնել աղետալի պարտության եզրին, երբ հայությունը երթական անգամ ձեռները բարձած աղերսով գտի մեր Կրեմլին Ռուսաստանի հետ վերամիրավորվելու համար եւ իրենց թաթար-մոնղոլական ռուսկի միրը վերականգնելու այս բանով։ Դե խոսքով սա է նպատակը եւ գործարկվեցին բազմաթիվ գործիքներ։ Առաջինը Ադրբեջանը, որը զինվել էր գրեթե բացառապես, գրեթե եմ ասում, ուրեմն հիմնականում Ռուսաստանի օգնությամբ եւ նրա միջոցներով մեր դաշնակցի այսպես կոչված հանցագործ դաշնակցի, ոճրագործ դաշնակցի ուրեմն ջանքերով եւ այդ պատերազմին Հայաստանի Հանրապետության դեմ նրա զինված ուժերի եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի դեմ գործում էին մի քանի ուժեր, որ Ռուսաստանը օժանդակում էր Ադրբեջանին հետախուզական տվյալներով, դուք Վարգոնզոն հիշեք, այն հայտնի ցես բոլոր բլոգերներով, որոնք լրտեսական աշխատանք էին անում եւ ուրեմն օգնում էին ադրբեջանցիներին, դրանք Ռուսաստանի ուրեմն բլոգերներն էին եւ այսպես չերկարացնեմ, ուրեմն սրանք այդ գործն էին անում, Ռուսաստանը նաեւ դավում էր հայկական կողմին, որպես դաշնակցի մեր ձեռու ոտը կապած պահելով, որպեսզի չկարողանան գործողություններ մղել, եւ ահա այստեղ հայտնվեցին նաեւ հատուկ ասում եմ հետեւյալը ռուսների առաջարկով եւ թողտվության մարտական գործողությունների միջավայր տեղափոխվեց Թուրքիան։ Թուրքիան եկել է Արցախյան այս վերջին 44 օրյա պատերազմին մասնակցել է Ռուսաստանի Կրեմլի ուրեմն հրավերով, ով հայերից ուրեմն աշխատի այս բանը շեղել, ջնջել եւ Թուրքիայի անունը տալ մենակ, ուրեմն ոչիր է գործում սրբապղծություն անում սեփական պետության եւ սեփական ժողովրդի եւ սեփական զինվորի հանդեպ։ Արդեն գումարած մնացածները չեմ ասում, էլ Պակիստան, Իսրայելի մասին բոլորը գիտեն, որ զինել էր, զինում է, այսօր էլ է զինում եւ թիկունք էր կանգնել Ադրբեջանին այս կամ այն պատճառով, վարձկաններ եւ այլն ստացվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գողապետությունը, ես նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգություն, Քոչարյան Ռոբերտի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունները, որոնք Հայաստանը հայտնվեցրել էին բացարձակ դիվանագիտական մեկուսացման մեջ, իրենց ուղեղի չեղած արդյունքով Հայաստանը եւ մի խոսքով
Բարձր որ նոր իշխանությունը մի օրում, երկու օրում, մի տարում չէր կարող վիճակ փոխել, եւ կողոպտված բանակով մենք մարտի մեջ մտանք հարկադրված, ուրեմն մեր հայրենիքը պաշտպանելու համար, եւ այդ մարտական գործողությունները ծավալվեցին ամբողջ Արցախի ճակատով, որոնք աստիճանաբար մոտեցան Հայաստանի Հանրապետության սահմաններին։ Հիմա սրան գումարենք հետեւյալը, որ ուրեմն քանի որ Լավրովի վլանը ռուսական նախագիծ էր, հայկական բանակի կազմում եղած հայ ոչնչություն գեներալների դավաճանության, ստորության եւ այլնի պատճառով դա լիներ Արցախի բանակը թե Հայաստանի Հանրապետության բանակ, այս ստոր հատվածը ռսամոլ, ռսակոց, այս հատվածը ես սպայական մասին նկատի ունեմ, հատկապես Արցախյան հատվածում, Ղարաբաղյան կլան եւ նրա շուրջ եղածներով, ուրեմն մարտեր էին մղվում Պուտինի ցանկությունը կատարելու համար Հայաստանի Հանրապետությանը պարտության մատնելու, Արցախի Հանրապետությունը լիկվիդացնելու, պատկերացնում եք, այս Ղարաբաղյան կլանը կռիվ էր տալիս իր ծննդավայրի, ոչ թե հայրենիքի դեմ, այլ ծննդավայրի, իրենց ծնողների, գերեզմանների, ես որ ասում են, իրենց հուշի, իրենց դեմ, որտեղ այդպես էր ցանկանում Պուտինը, իսկ իրենք պետք է Հայաստանում հեղաշրջում անեն։ Հետո գիտեք, որ հեղաշրջման փորձը չստացվեց, մենք պարտվեցինք, բայց այդ պարտությունը մեզ համար իհարկե աղետալի արդյունք ունեցավ զոհերի քանակի իմաստով, նյութական կորուստի առումով, զենքի կորստով, նաև Ղարաբաղյան կլանի ճակերտավոր ոչ հաղթանակի պայմաններում, որովհետև մենք այդուհանդերձ որպես ժողովուրդ, որպես բանակ, որը ծանրագույն կորուստներ գրեց սեփական դավաճանների, սեփական գեներալ կոչված ոճրագործների, որոնց մասին հազար մի հաղորդագրություններ կան, եւ որոնք բոլորը գրեթե դղյակատերեր եւ խուտորատերեր են, այդ խոլոպները ռուսական։ Հասկանում եք ոնց է, մենք հայտնվեցինք մի վիճակի մեջ եւ մենք ստորագրեցինք ամսի 9-ին, նոյեմբերի 9-ին, 10-ին է ստորագրվել, բայց ամսի 9-ին այդ գործընթացը, ուրեմն այն հայտնի համաձայնությունը, որը 9-րդ կետով պարտավորեցնում էր նաև այդ ուրեմն անցուղիներ եւ այլն, այս մասի շատ է խոսվել, հիմա չեմ ուզում, ես այդ մասը չի հետաքրքիր այսօրվա իմաստով։ Մի խոսքով մենք պարտվեցինք եւ այդ պարտությունը արձանագրվեց, որ ասում են թե այդ փաստաթուղթը գրել է Պուտինն իր ձեռքով, պատմությունը ժամանակին ցույց կտա թե այդ ինչ է նշանակում, որտեղ 9 կետ կար, 9 կետերից յուրաքանչյուր նկատի ունեցեք։ Հայաստանը մինչ 8 կետերը կատարել է, 9-րդը չի կատարել եւ չպետք է կատարի։ Ուրեմն երկրորդը, ուրեմն այդ կետերից ոչ մեկ Ադրբեջանը չի կատարել, ստացվում է որ ուրեմն եւ Ռուսաստանը մի մասով կատարել է, մի մասով չի կատարել, որովհետեւ ինքը չկարողացավ 5 տարի մնալ Արցախում, որը իր օրհնանքով եւ օգնությամբ էր Ադրբեջանը գրավել եւ այլն։ Ուրեմն այսպես այդ բոլորը ստացվեց բոլորովին այլ բան հաշվում էին եւ փորձեցին երկու պետություններ, երկու եղբայրներ, այսօր որոնք իրար մամա են լացացնում, դա Պուտինն ու ուրեմն Ալիևն են, փորձեցին Հայաստանի հետ համաձայնությունը ներկայացնել որպես անվերապահ կապիտուլյացիա։ Իհարկե սրանք ունեն իրենց շան լակոտը պայմանական իմաստով եւ դա Հայաստանում ռուսական 5-րդ չարասյունն է, Ղարաբաղյան կլանն է, գողապետությունն իր բարագլուխներով։ Ուրեմն սրանք մի խոսքով այս 3 հատվածներով փորձեցին Հայաստանին անվերապահ կապիտուլյացիայի մեկնաբանություն պարտադրել այդ փաստաթղթի ընթերցման մեջ, բայց դա այդպես չեղավ, Հայաստանը կարողացավ իշխանությունը պահել եւ ի դժբախտություն Ղարաբաղյան կլանի, որ ըստ էության այս պարագայում հանդես է գալիս որպես Բաքվի գործակալական ցանց, Բաքվի ցանկությունների կատարող, իհարկե ռուսերեն ասեն պատաճայով, դարձ է այս բոլորը։ Եվ ինչ որտեղ մենք կարողացանք Հայաստանի Հանրապետությունը պահել եւ անկախության կուրսը հաջողություն ունեցավ։ Իհարկե մեզ համար ձեզ հետ միասին շատ դժվար էր գիտակցելը, որ հայ իբրև թե զինվորական առումով կրթված մասը, գեներալիտետի մեծ մասը աշխատում էր սեփական ժողովրդի դեմ եւ սեփական երկրի դեմ, որոնք այսօր դուք նայեցեք, ուրեմն Սիբիրի աղբանոցներից, աշխարհի տարբեր կետերից, խոհանոցներից եւ իհարկե ուրեմն Հայաստանի Հանրապետության ներքնախոշերից շարունակում են կռիվը Հայաստանի անկախ պետականության եւ օրինական իշխանությունների դեմ, տարբեր պատրվակներով, մեկին վարչապետի բոյը դուր չի գալիս, մեկին ժողովրդի ապրելը դուրս չի գալիս եւ այլն, պատրվակները շատ են, պատճառը մեկն է՝ լիկվիդացնել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ դա խանգարում է ռուսների ռուսկի միրին։ Եվ ձեզ ասեմ, հատկապես Մոսկվայում ապրող մեր հայրենակիցներին, որոնք մեծավ մասամբ ի զարմանք մեզ
շատ առողջ եւ հայրենասեր ու իրենց ուղեղներով մնացել են, բայց սրանց մեջ կան նաեւ մի քանի հատ ստորագույն կենդանիներ, որոնք մնացել են ռուսական պետության գործիքներ, որոնց նպատակն է Հայաստանում պետական իշխանության փոփոխություն որ չի լինելու։ Սա մետներից անեն։ Մի խոսքով եւ ցավալին այն է, որ եթե մենք հիմա հարցին, որ ես մեջտեղ դերեցի, ուզում եմ հետեւյալն ասենք։ Մենք արդյոք այն կորուստները կունենայինք, եթե Հայաստանի բանակը կռվեր Հայաստանի Հանրապետության համար, Արցախի բանակը կռվեր Արցախի ժողովրդի եւ Արցախի բանակի համար եւ Ղարաբաղի կլանը մեռած լիներ, բառացիորեն մեռած, սատկած լիներ։ Իհարկե այս արդյունքը չէին գրանցի։ Գիտեք ինչու եմ ասում, որովհետեւ հիմա եթերը գիշեր-ցերեկ լցում է, որտեղ ինչ է լինել, նույնն է լինելու։ Ոչ։ Մենք որ կորուստ ունենալու ենք, անկասկած է, պատերազմն առանց կորուստի չի լինելու, բայց այս արդյունքները նյութական, մարդկային եւ այլ հաշիվներով եւ Արցախի Հանրապետության լիկվիդացիայով մենք հաստատ չենք ունենալու։ Եւ հարց էր թե արդյոք Թրամփի իշխանության վերադարձից հետո արդյոք Ադրբեջանը այս բոլորը մարսելու էր։ Սա հարց է, որ մնալու է, այնպես որ պետք չի այնպես բան անել, որ այդպես էլ պետք է լիներ։ Այդպես չպետք է լիներ, բայց պարզվեց, որ եսը տանիքից տանող կար հայկական, եւ դա հայ գեներալիտետի մի մասն էր քաղաքական ղեկավարության մեջ տեղավորված գագեբեիշնիկներն էին, գողապետության պարագլուխներն էին, այն թալանչիներն ու ավազակներն էին, Լևոն Տեր-Պետրոսյանի ասած ավազակապետները, որոնց հիմա թիկունքում ինքը կանգնած է, ավազակները, որոնց հիմա ուրեմն խավորություն ինքն է անում, եթե այդ ավազակները չդավեին Հայաստանի Հանրապետությանը, բայց ունեցանք առավելագույն վնաս եւ սա զգուշացնեմ մեր ժողովրդի պատմության մեջ կրկնվող վատթարագույն դեպքերից է, երբ մենք կարող ենք ասենք որևէ աղետից ավելի քիչ թվով վնասով դուրս գալ, մենք որպես կանոն սովորել ենք շատ վնաս կրել եւ շատ զոհեր տալ։ Սա դժբախտություն է, ողբերգություն է մեզ համար, բայց դժբախտաբար դրան սովորել ենք։ Հիմա շարունակեմ ասելիքիս իմաստը։ Եվ այսպես դուք գիտեք ձեր հետ միասին, որտեղ ձեզ հետ միասին որպես պետականության հենարան քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը եւ ուրիշներ, ուրեմն մենք հենարան տարանք, պահեցինք մեր պետական իշխանությունը, մինչեւ պարզվեց, որ կարելի է եւ հնարավոր է եւ այդ մեղրու միջանցք կոչված, Զանգեզուրի միջանցք կոչված, այս ռուսական, թուրքական նախագծերը գերեզմանել։ Եվ այդպես եղավ։ Եվ ահա հիմա վերադառնում եմ ուրիշ հարցի։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ուրեմն Վաշինգտոնում նախագահ Թրամփի երաշխավորությամբ եւ մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը գնացին հարաբերությունների կարգավորման, խաղաղության ուրեմն այդ պայմանագրի, որի առանցքը հայկական պետականության հայկական խաչմերուկներ եւ դա մեր դիվանագիտության հաջողությունն է, ուրեմն եղած վիճակով մենք կարողացանք հասնել ինչին ռուս-թուրքական, ադրբեջանական Զանգեզուրի կամ Մեղրի միջանցքի փոխարեն մենք ստացանք Թրամփի ուղին, որը որևէ կապ չունի արդեն միջանցքի հետ եւ որը առնչություն չունի ռուսական ոճրագործ նախագծերի հետ եւ այլն։ Եվ Ադրբեջանը հայտնվելով միջազգային հարաբերությունների բոլորովին այլ վիճակով ստիպված էր այդ փաստաթղթերի տակ ստորագրել եւ մենք ունեցանք Թրամփի ուրեմն ուղին։ Սա որևէ առնչություն չունի ցավ ասեմ Քոչարյանների, Սերժականների, ես նկատում եմ քաղաքական ուրեմն սրանց բաներին եւ սրանք ջախջախվեցին քաղաքական իմաստով, բելեֆի իմաստով, ռազմավարական մտածողության ողորմելի տեսակետով, սա ես ռուսական սեգմենտը հայկական նկատի ունեմ, կամ այսպես ասենք Կոպերգինի غلամներին։ Եվ այսպես մենք ունեցանք Թրամփի մայրուղի, այդ ուղին։ Այդ ուղին շատ է բացատրվել, ինչ է նշանակում, սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալիս միջազգային հարաբերությունների բոլորովին այլ հարթություն։ Օգուտները, եթե մենք լավ աշխատենք, անկասկած են, վնասներ, կարծում եմ, որ վնաս չի լինելու, եթե մենք աշխատելու ենք խելքով, աշխատելու ենք Հայաստանի Հանրապետության շահերի համար եւ մեր մեջ ոչնչացնում ենք ռուսական ագենտուրան։ Ես ձեզ զգուշացնում եմ, եթե ռուսական ագենտուրան Ղարաբաղյան կլանը պարագլուխներով, եւ 5-րդ չարասյունը, որոնց անգիր ճանաչում եք, եթե դուք դրան չեք ոչնչացնելու գոնե բարոյապես, ուրեմն ոչինչ չի փոխվելու, լինելու է ավելի վատ։ Եվ ահա սրանք պատրաստվում են Մոսկվան ունենալով թիկունք, այն Մոսկվան, որ ինքը Ուկրաինայում ուկրաինական բանակի հարվածների տակ ոչնչանում է։ Դուք տեսնում եք ինչ վիճակում են։
աշխարհի ամենաշատ նավթ ունեցող երկիրը բենզին է ներկրում Հնդկաստանից եւ Չինաստանից, որտեղ ուկրաինական իսկապես խիզախ հերոսական բանակը ուկրաինացի գեներալների գեր ուրեմն հայրենասիրական գործողություններով եւ իհարկե զինված ուժերի եւ ժողովրդի ջանքերով Ռուսաստանն աննախամ է լինում եւ աննախամ շարունակելու լինել։ Նա ինքը փագուղուց դուրս գալու ոչ մի շանս չունի։ Ուրեմն սա պիտի նկատի ունենալ, ես ասում եմ, իմանանք, որ կրվելով միշտ էլ կա ճանապարհ գտնելու հնարավորություն կամ էլ խաղ քաղաքական։ Հիմա ամեն երկիր ինքն ընտրում իր ճանապարհը։ Հիմա ուրեմն ամփոփիչ ասեմ հետեւյալը. Թրամփի այդ ճանապարհ նախագծով, որը Ադրբեջան, Հայաստան եւ ուրեմն Միացյալ Նահանգներ նախագահների կամ առաջի դեմքերի ստորագրած փաստաթուղթն է, ըստ էության Հայաստանը ճղել է, պատրել է, թքել է Պուտինի ստեղծած ուրեմն համաձայնագրի վրա, այլևս նա արժեք չունի։ 9-րդ կետով, 9 կետով թքած։ Դուք տեսնում եք, թե Մոսկվայից ու տեղից ոնց են ոռնոցով ուզում խցկվել այս նախագծերի մեջ, որովհետեւ մխտրեն ամեն ինչ։ Իհարկե մենք Ռուսաստանի հարաբերությունների ուրեմն կարիք ունենք, ինչպես իրենք ունեն մեծ այդ հարաբերությունների, բայց այդ հարաբերությունները մենք պետք է առաջի տասնամյակներին վերածենք բացառապես միջպետական հարաբերությունների եւ պատրելով ցույց տալով ամեն ինչը։ Մնացածը ոչ մի արժեք չունի մեզ համար։ Հիմա տեսեք ինչ է լինում, ամփոփի շնորհիվ կրկնում եմ, որտեղ այս հարցը, ինչպես ես էկրաններից եմ հասկանում, լավ չի գալվում աշխարհով մեկ, աշխարհասփյուր հայության մեջ եւս։ Ուրեմն Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված 3 փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության առումով 3, Ադրբեջանի նկարծեմ 2-ը, ջերում է, փչացնում է զուգարանի կներեք թղթի է վերածում ուրեմն նոյեմբերի 9-ի ռուսական նախաձեռնությամբ գրված Պուտինի թուղթը ու վերջ, դա թղթի կտոր է։ Հիմա գործողության մեջ է, ըստ էության, բանը այդ, ուրեմն նա 3 մաս ունի, մեր բարակայով եմ ասում, նախատեսումները հռչակագիր, որ երկու պետություններ, Միացյալ Նահանգների բարձր հեղինակությամբ եւ մասնակցությամբ գնում են հարաբերությունների կանոնավորման, այնտեղ նախաստորագրված փաստաթղթային հոդվածների կետեր կան, ուրեմն սա մի մաս է։ Եվ սա Ալիև կոչվածը, որը ըստ էության հիշեցնում է միլիտարիստական Ճապոնիան կամ ֆաշիստական ուրեմն Գերմանիան, եւ ինքը, եթե դե ուշադիր նայեք, սա կրկնում է Գեբելսին, նրա ստերը, նրա պոռոտախոսությունը եւ նրա միլիտարիզմը ու ֆաշիզմը։ Սա պետք է անպայման ամերիկացիների ականջին հասցնել, անպայման, որ սա պատերազմի հրձիկ է, Ադրբեջանի ղեկավարի մասին է խոսքը, որ սա այսօր Կովկասը պայթեցնելու եւ այլնի խնդիր ունի, չնայած դուք տեսնում եք Թրամփի դիմաց ինչպես է խունջիկ գալիս, որովհետեւ խափի քծի եւ այլն։ Հիմա բայց դե բնականաբար այդպես չի լինելու եւ գործը գնալու է առաջ։ Ուրեմն ըստ փաստաթղթերի ես մասը կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, կառավարությունը եւ նրան աջակցող ուժերը աշխարհով մեկ, որտեղ չկա դաշնակցությունը դժբախտաբար։ Դաշնակցության լոբիստական խմբերը աշխատում են Հայաստանի Հանրապետության եւ հաջորդի կենսական շահերի դեմ, դժբախտաբար Վաշինգտոնում եւ հեքիաթներ պատմելով մնալով 18-րդ դարի ուրեմն չափորոշիչների մեջ բացատրություններ են անում եւ այն կարծում եմ ընտրությունների ժամանակ ժողովրդի իր եզրակացությունը կանի, ել չեմ ասում հանրապետական եւ այլ կուսակցությունների մասին, դա ամեն ինչը բարձ է, այստեղ ամեն ինչը ռուսական սեգմենտն է, ռուսական անցյալն է, Հայաստանի պարտությունն է եւ Մոսկվայի թելադրած պայմաններն են։ Սա այլևս ուրեմն անցյալ է։ Հիմա մենք կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի դիվանագիտությամբ, Հայաստանի հաջորդի ուժերի մեկտեղումով, իհարկե շատ լավ կլներ, որ հայ ժողովուրդը համախումբ ձևով բոլոր իմաստներով թիկունք կանգնազիներ եւ կռիվ տար Հայաստանի համար, այնպես ինչպես ուրեմն կռիվ է տալիս Ուկրաինայում ուկրաինական վերնախավը ռուսների դեմ հանուն Ուկրաինայի։ Բայց մենք սրանք բավարար չէին, մեկ էլ Մոսկվան գրպանից հանեց մի խաղաթուղթ պոկերի խաղի նման շպրտեց մեջտեղ եւ դա հայաստանյաց առաքելական եկեղեցու ուրեմն հայրենադավ հակապետական ուրեմն խմբավորումն է կաթողիկոս կոչվածի ղեկավարությամբ։ Այս հարցին պետք է վերջ տալ, որտեղ մեր ժողովրդին խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցու վերադարձը, մեր ուրեմն պետականության վերականգնումը եւ աշխարհով մեկ ես վստահ եմ, որ ինձ շատ հավատացողներ կան, իսկ հավատացողները ստորագույն կենթանիներ են, ռուսական դա ագենտուրան է, Ղարաբաղյան կլանն է եւ Ղարաբաղյան կլանի ուրեմն
Բիգմեյներն են, բիգմեյը դա ֆրանսերեն բառ է, որ շնիկներ է կոչում, քաղաքական շնիկների մասին է խոսքը։ Սրանք շատ փոքր թիվ են եւ այսպես ուրեմն սրանք կարող է չեն հավատում իրենց գործն է։ Ես ուզում եմ ասել, որ այս ծանրագույն մեր օրվա համար, որը պիտի մենք ամսի 9-ի պարտությունը պիտի վերածենք հաղթանակների պետականության կայացման իմաստով, ես հավատում եմ, որ դա մենք բոլորս միասին կանենք, ովքեր որ չեն անի, դրանք կմնան ռուսական հետնախորշերով, վրանեն ինչ ուզում է գրեն, որտեղ ուզում են ում դիմաց ասած կներեք, քամակ շարժեն, դա ոչ մի նշանակություն չունի, Հայաստանը շարժվում է դեպի դժվարին ներկա եւ լուսավոր քրիստոնեական ապագա, դա միանշանակ բան է, ուրեմն այս հարցերի բանի ժամանակ, ուրեմն եթե աշխարհում եք, ուրեմն ուզում եմ ասել, որ չկա հայաստանյա ցառաքելական եկեղեցու դեմ պայքար, այդ պայքարը եկեղեցու դեմ գլխավորում է ուրեմն Եզրաս, հա, կոչված FSB-ի ագենտի եղբայր Կարեկին Կաթողիկոսի կողմից։ Ուրեմն այս խմբակը, իսկական այս խմբակը, որին միացել է նաև ինչ որ մի օլիգարխ, որը իբրև թե բարերար, չգիտեմ ինչ, եկել է Հայաստանում իշխանություն փոխելու։ Մենակ մնացել էր Զանզիբարի ցեղապետներից մեկն էլ, եթե հաջորդին $1000 օգնություն է տվել, գալ սա մի հատ մարզերում իշխանություն փոխի։ Ուրեմն այս բոլորով հանդերձ մենք կկարողանանք ճանապարհը գնալ եւ եկեղեցին վերականգնել, անշուշտ, որի կարիքը շատ ունենք, որպես ժողովուրդ, որը թիկունք լինի պետականության հետ եւ կազմակերպի ժողովրդին բարոյական արժեքների վրա, ուրեմն ոչ ստախոսության, ոչ զեղծարարության, կեղծարարության եւ այլն առումով։ Եվ այդ իմաստով անշուշտ մենք կարծում եմ հաջողելու ենք, իհարկե դա դժվար է լինելու, բայց կա։ Հիմա այս բլոգն էլ մի կողմ։ Ես ուզում եմ ուրեմն այն փաստաթղթերի մեջ, օգոստոսի 8-ի փաստաթղթերի մեջ մի հատված առանձնացնել, որը բացառապես վերաբերվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական համագործակցության մասին։ Սա արդեն Ադրբեջանի հետ կապ չունի, երթուղիների հետ կապ չունի, որը լինում է միանշանակ լինելու է դժվար կամ հեշտ եւ Ադրբեջանի այդ ուրեմն ֆաշիստ ղեկավարը Գեբելսը ուրեմն ուզի գալու է ճանապարհով, սկսել է այդ ճանապարհով շարժվել, բայց սկսել է նաև խոսել միջուկային տեխնոլոգիաներից եւ այլնից։ Հայությանը զգուշացնում եմ, զգուշ է։ Ուրեմն իմացեք, մտածեք, խոսում են Ադրբեջանից արդեն միջուկային տեխնոլոգիաների մասին։ Բարձ է հասկանալի թե ինչ են ուզում։ Իսկ սրանք նայեցեք կաշառելու, քցելու, խաբելու, կեղծավորություն անելու համաշխարհային պատմական փորձ ունեն։ Խոսքը ադրբեջանցիների մասին է, որոնք մի օր թուրք են, մի օր պարսիկ են, մի օր շիա են, մի օր սուննային ինչ են, բայց մնում են Հայաստանի դեմ գործող հիմնական ուժ։ Հիմա այս բառակը դա չի նշանակում, չպետք է հարաբերվենք, չպետք է կանոնավորենք, բայց այդ բոլորը չնշանակում նաև չպետք է հասկանանք, տեսնենք եւ այլն։ Հիմա անցնեմ իմ բացատրության ամենավերջին մասին։ Ուրեմն Վաշինգտոնում ստորագրվել է նաև հայ-ամերիկյան Հայաստան ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցության մասին փաստաթուղթ, եւ Միացյալ Նահանգները պատրաստակամություն են հայտնել Հայաստանին օգնել կիսահաղորդիչների, ուրեմն որն ասեմ, տեխնոլոգիական այլ ոլորտներում օգնության համագործակցության եւ այլնի մասով։ Հիմա սա մեծագույն նվաճում է, նկատի ունեցեք, աշխարհի խոշորագույն տերությունը տեխնոլոգիական աջակցություն է հայտնում, իսկ մեր ժողովուրդը անպայման պարզ է որ կուզի, մեր պետության համար խիստ սերնդու է տեխնոլոգիան Հայաստան ունենալով այս ոլորտում համագործակցություն զարգացնելու համար եւ այսպես ես կուզենայի որ ուրեմն այս համագործակցության շրջանակ ընդգրկվել հնարավորության մեջ նաեւ դա իմ ցանկությունն է եւ կարծում եմ հաշվարկը ճիշտ է որ նաեւ Հայաստանում մշակված տեխնոլոգիական նորարարություններ ընդգրկվեին կառավարության ջանքերով այս համագործակցության ոլորտով եւ կոնկրետ նկատի ունեմ ուրեմն պրոֆեսոր Սամվել ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Գևորգյանի կողմից մշակվող ավելի շուտ սենսորային կամ դվիճային հաղորդակցության ուրեմն մշակումների տեխնոլոգիական հատվածը ինչու որովհետեւ եթե հնարավոր է Հայաստանի կառավարությունը եւ հանցան ինստիտուտները պետք է կարողանան հայկական պերպետող որոնող միտքը եւս ընդգրկեն այս աշխատանքների մեջ եւ այդ իմաստով կարող եմ ասել այսպես այս իննիտիվը մեզ համար ոչ միայն սևոր է, այլ նաև պետք է դառնա ազդակ, որպեսզի մենք կարողանանք վերականգնվենք, դառնանք այն, ինչով մենք Աստծո կողմից կոչված ենք։ Իսկ Աստծո կողմից ինչպես ենք կոչված, դուք նայում եք Արարատի կողմը, հիշում եք Նոյի
ուրեմն ավանդապատումը, առասպելը, որը կուզեք հավատը, ինչը, եւ դուք գիտեք, որ քաղաքագրության օրրանը քրիստոնյա Հայաստանն է, այսօրվա իմաստով եւ այսպես։ Ուզում եմ ասել, որ ահա մեզ համար բացառիկ արժեք ու նշանակություն ունի Միացյալ Նահանգներ եւ ուրեմն Հայաստանի Հանրապետություն տեխնոլոգիական, տեխնիկական հետազոտություն եւ այլն։ Եվ այստեղ ես ասեմ, խոսքս ավարտում եմ 3 խնդրի թվարկումով։ Եթե մենք այս ոլորտները, ինչ որ ասելու եմ, չանենք, ուշացնենք, մենք 10-20 տարի հետո զարգացում ելի չենք ունենանք Ռոբերտասերժար Լևոնական մի հատ այն սբրոտ, որը դուք տեսնում եք, ինչ է արդյունքը։ Ուրեմն ինչ նկատի ունեմ։ Մեզ պետք է համալիր ծրագիր կրթական համագարքի ամբողջական վերամշակման համար։ Ուշադիր եղեք, կրթական համալիրի ամբողջական վերակառուցում է պետք։ Ես դա նկատի ունեմ Մսուր մանկապարտեզից, ուրեմն միջնակարգ դպրոցական կրթություն, այդ բառն օգտագործում եմ, որ լավ դպրոցական լավ հասկացվի, որտեղ ավակ սերունդը միջնակարգ դպրոցը լավ է հասկանում, գումարած դրա բուհական համակարգ։ Ուրեմն սա շատ կարևոր է, եւ սրա վրա անշուշտ ուրեմն այն Սերժ Գոչվածի ուրեմն տարօրինակ հայտարարությունն է, տարօրինակ մեզ համար, ոչ իր համար, որովհետեւ իրենք $2 միլիոն կարող են գնալ Մոնակոյում քեֆ անեն։ Քեֆ անելը գիտեք իրենց ինչքան թանկ է։ Իրենք այդ արիստոկրատները իրենց պապերից ժառանգություն են ստացել եղնիկի միս ուտելը։ Իրենք չեն կարող խոզի միս ուտել։ Հասկանում եք ոնց է։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն հայտարարում է, որ $2 միլիոն է տրվել այս կառավարության կողմից այս գյուղում դպրոց կառուցելու համար։ Ես ասեմ, որ ճիշտ է արել։ Ասեմ ինչի համար կառավարությունը։ Նախ մենք մշակույթի դպրոցի ժողովուրդ ենք։ Սա իբրև թե Արցախից է, ինքը չգիտի, որ հայկական առաջին դպրոցը ըստ ավանդույթի Ամարասի դպրոցն առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը Ամարասում է բացել։ Ուրեմն դրա համար, ուրեմն եթե ուրիշ տեղեր գնալը, չգիտեմ ինչ, $2 միլիոն մենակ դրա համար բավարար է մեր դպրոցի արժանիքը տարերի գնահատելու համար, բայց խոսքը տվյալ մարի մասին չի խոսքը։ Եթե կառավարությունն այսօր տրամադրում է հեռավոր գյուղին, որտեղ աշակերտները 4-ն են, ենթադրեն 10-ն են, $2 միլիոն, ուրեմն այդ կառավարությունը նախատեսել է ազգաբնակչության վերաբնակեցում սահմանային գոտի եւ դադարված գյուղեր։ Բա երկրի վերափոխումը ոնց է լինելու։ Բայց այս հանրապետականները ոնց բացատրես, որ սրանցից նայեցեք, ում տեսնում ես դադարանից ինչ են անում։ Կանչվել է դադարան գողության, գանձագողության պետական ունեցվածքի թալանի համար, դուրս է գալիս քաղաքականությունից, ուրեմն հարցազրույց է տալիս քաղաքականության մասին։ Այս արդեն հեղափոխության սխալն է, որ սրանք համապատասխան տեղում լինելու փոխարեն, ուրեմն քաղաքական հայտարարություններ են անում, եներ մխտռում են դպրոցական կրթության վերականգնման խնդիրը։ Ուրեմն ճիշտ է արվել եւ կառավարությունը դա պետք է շարունակի։ Մենք էլ քրիստոնյա ժողովրդավարներս ցես ասում ենք, որ դուք գիտեք 5 տարուց ավելի է մարզերուն շրջաններ, ոչ միայն Երևանում, անընդհատ կանք եւ Հայաստանը պիտի վերականգնվի ամայացած գյուղերով, ամայացած դպրոց չունեցող ուրեմն գյուղերում դպրոց կառուցելու Մսուր մանկապարտեզ նաեւ ազգաբնակչության այնտեղ տեղափոխվելով։ Ես հատուկ սյունեցիներին եմ ասում, Մեղրի հատվածի աշխատակիցներին։ Սերժ Սարգսյանը ձեր թշնամին է, ինչու՞։ Ձեր բոլոր գյուղերում դուք իզնից լավ գիտեք, 10-15 հոգի, շատ գյուղերում 10-15 հոգուց ավելի աշակերտ չկա։ Ըստ էության այդ 2 միլիոնին, որ ինքը առաջարկում է, ուզում է ասել լիճկի մնացածի ուրեմն դպրոցները փակեք, որովհետև 2 միլիոն եւ այլն։ Այս մարդիկ այդպես է չարծացան գիտության արժեքը, բանակի չգողանալու բանակից խնդիրը եւ ուրիշի հպատակ չլինի եւ այլն։ Ես նկատի ունեմ անհատական չի մենակ էս որպես երևույթ։ Ուրեմն առաջինը դպրոցական համալիրի վերականգնում։ Սա պետք է պետական ծրագրով լինի, բախի Հայաստանի շահերից եւ շատ արագ իր մեջ ընդգրկելով նաեւ բուհերը։ Հիմա երկրորդը։ Ես կարծում եմ, որ շատ արագ պետք է լուծվի հայաստանյա ցառաքելական եկեղեցու խնդիրը։ Շատ արագ։ Այս հակապետական, հակահայաստան, ուրեմն ռուսական, ուրեմն շահերի սպասարկող կազմակերպության այդ վերևի մասը պետք է գնա։ Եվ ես դիմում եմ հետեւյալ եպիսկոպոսներին։ Եղբայր, Գարեգինը գնացող է, դուք մնացող։ Դուք եք վերակառուցելու եկեղեցին, նրա դավանանքը մաքուր մասին է խոսքը։ Ինչու եք լռում, շատ եք վախենում, հա։ Ձեզ համար բարձ չի, եթե վարչապետն ասում է, ուրեմն կառավարությունը որոշում ունի։ Եթե որոշում ունի, կառավարությունը չի կարող թողել այն վիճակը, ինչի մեջ դուք եք, եւ հատկապես օտարի շահեր սպասարկեք։ Այն եկեղեցու ղեկավարության, որը իրեն օպոզիցիա հրավիրել, հայտարարել հեղափոխություն արած ժողովրդին։ Ուրեմն սա երկրորդ ասելիք չի, եւ կառավարությանը շտապ արեք, շուտ արեք։ Եկեղեցու հարցը չի կարելի թողել, նախ որ շատ պետք է
որ մեր եկեղեցի վերադառնա իր հավատացյալ ժողովրդին եւ ոչ միայն, իսկ նաեւ ուրիշ հարց կա։ Ուրեմն համաշխարհային քաղաքականության մեջ այդ ծամոնը ծամելը շատ է ձեռնտու չի։ Երրորդ մասն եմ ասում, ուրեմն երրորդ երկու խնդիր ասեցի, պարզ է որ բանակը վերակառուցվում է, հասկացվում է եւ այլն, բայց ասեմ մի բան, չեմ ծավալվելու։ Շատ արագ պիտի վերափոխվի եւ որակը բարձրացնի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։ Գլխավոր շտաբը պիտի վերածվի բանակի ուղեղային կենտրոնի, կառավարման կենտրոնի եւ որտեղ պիտի բացառապես բարձր ինտելեկտով ուրեմն սպայական կազմ լինի։ Այս գեներալները պիտի փայլեն իրենց ստրատեգիական մտածողությամբ, պետության շահերի պաշտպանության տեսակետով եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը պիտի լինի Հայաստանի պետականության հենասյուներից մեկը, որտեղ ռուս չպիտի լինի։ Նկատի ունեցեք, եւ ռուս շպիոնների վզին տալով, եթե դրանք այն սեպ է արվի, ուրիշ կերպ չի կարող լինել։ Ահա երեք խնդիրներ, որոնք հրատապ են։ Իհարկե շատ հարցեր կան, մեկ ասում են բասա, դրանք իհարկե կան, բայց առաջնահերթություններ կան, եւ այդ առաջնահերթությունը այդ երեքն են։ Ուրեմն հաջողություն ձեզ, մենք այսօր այո հիշում ենք, որ 9 ամսի նոյեմբերի 9-ը մեր պատմության սև էջերից մեկն է, բայց մենք դա պիտի դարձնենք մեկնարկային կետ Թրամփի ուղին կյանքի կոչելու, հետևաբար Հայաստանը համաշխարհային պատմության իր պոտենցիալով ներգրավելու համար։ Նաև հիմա բոլոր բաներին եմ դիմում։ Ռսակ կոծերի մեջ այս ժողովրդին հատվածին հատկապես գործարարներ բաներ։ Ինչ եք ուզում, ինչ եք խմբավորվել այդ ես ուղղակի չեմ հասկանում, ինչ եք ուզում այդ անցյալի ուրվագաններից։ Ես կարծում եմ պիտի հեռանանք, մենք բոլորս պիտի միավորվենք մի խնդրի մեջ, ուրեմն վերակառուցում ենք մեր պետականությունը։ Անցյալի ուրվականներն ինչ է որ այդպես ուրեմն հետո այսպես մի խոսքով ինձ համար անհասկանալի է թե այդ ցույցերի եւ այլնի մասնակիցների ահռելի թիվը չափավոր իհարկե ում համար ինչ եք ուզում, ինչ Սերժ, ինչ Ռոբերտ, ինչ Լևոն, Հայաստանը վերականգնվում է եւ 4-րդ հանրապետության ուրեմն խնդիրը մեր դուրն է թակում եւ մենք պարտավոր ենք այդ պետականությունը վերականգնենք այնպես ինչպես ժամանակին արել են մեր փառահեղ արքաները, զորավարները եւ այլն։ Ուրեմն այսպես հաջողություն ձեզ բոլորիդ, մտածեք հատկապես Սփյուռքի քժակա բարեկամներին, այդպես ասեմ, Բուենոս Այրես, ուրեմն Սիդնեյ, Թեհրան, որտեղ ասեմ, որտեղ չկա, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, ուրեմն եւ այսպես շարունակաբար, այդ չասեմ Փարիզ եւ այլն։ Հիմա Ատոյան Համլետը կասի, բայ անուն ինչու չտվեց, եթե անունով լինի, դստիված պետք է Վաշինգտոն, Լոս Անջելես եւ այլն, այս բանը շարունակեմ, բայց չեմ շարունակի, անուններ չեմ ասի, բայց ինչ է, բարեկամներ, մենք բոլորով պիտի համախմբվենք եւ մեր պետականությունը ստեղծենք մեր ազգային արժեքների, մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության եւ մեր քաղաքակրթական կոդի շուրջ եւ նրա հիմքի վրա։ Իսկ այդ կոդը հիշեցնեմ ձեզ, ուրեմն Տիգրան Մեծ Անտոնիոս առաջին հանդիպման պայմանագրից հետո ընդմիշտ եղել է մնում է Հայաստանն արևմուտքի հետ, արևմուտքը մշակութային առումով Հայաստանի հետ եւ այստեղ մոնղոլ թաթարական Ռուսաստանին տեղ ու դեր չկա։ Դրանց հարցներ տեսնում եք ուկրաինացիները լուծում են, ռուսներին թողենք իրենց ցավով տարապեն ուկրաինացիների դեմ դրվող։ Ստեսություն ձեզ, հաջողություն եւ այսպես խոսքով հիշենք, բայց գործենք, չհիշենք ողբի համար, առաջ